Առհասարակ եկեք եկեղեցու մասին մի քիչ խորքային խոսամ, որ հասկանանք ինչի մասին է խոսքը։ Հիմա եթե նայում ենք այս իշխանությունների վարած քաղաքականությունը, մի բան ենք հասկանում, միգուցե գիտակցված, միգուցե արտաքին ուժերի հրահանգով մեր ինքնությունն են, հայ ինքնությունն են փորձում վերացնել։ Իսկ հայ ինքնությունը պահել է դարեր ի վեր եկեղեցին։ Ամենադժվար ժամանակահատվածում, երբ որ պետություն չենք ունեցել, երբ որ ցեղասպանություն ենք ապրել, երբ որ ամենադժվար պահերն է եղել մեր հայ ժողովրդի պատմության մեջ, մենք համախմբվել ենք եկեղեցու շուրջ։ Տարբեր երկրներում Սփյուռքի ինչի շուրջ է համախմբված, բացառապես եկեղեցու։ Նույն լեզուն, հայոց լեզուն Սփյուռքի օջախներում պահպանվում է հենց եկեղեցու շնորհիվ, եկեղեցում գործող կիրակնարադպրոցներում։ Եթե ասում են օրինակ վեհափառը վեհափառ չի, եկե մտել են փաստացի մեր տները։ 99 թվականից Գարեգին երկրորդ վեհափառը հանդիսանում է մեր եկեղեցու գլուխը եւ մեր հոգեվորականների այսօր գործող հոգեվորականների 90 եւ ավել տոկոսը ձեռնադրված են Գարեգին վեհափառի կողմից։ Այսինքն եթե մենք ասում ենք Գարեգին վեհափառը վեհափառ չի, դա նշանակում է, որ այն հոգեվորականները, որոնց ինքը ձեռնադրել է, դրանք էլ հոգեվորական չեն։ Այսինքն եթե դրանք էլ հոգեվորական չեն, մեր կնունքները, հարսանիքները, հոգեհանգիստը, մահացած մարդիկ, երբ որ եկեղեցականները, հոգեվորականները եկել են ինչ-որ կարգ են անցկացրել, մենք հիմա պետք է ասենք, որ հոգեվորականներ չեն։ Ստացվող տեղեկությունների վերլուծությունը մեզ հիմք է տալիս ենթադրելու, որ դա իրականում ուղղորդված արշավ է, ընդ որում ուղղորդված արշավ է հայ ինքնությունը վերացնելու։ Վեհափառի նկատմամբ այդ գործողությունները, գիտեք, կարանք սիրենք, կարանք չսիրենք, կարանք ընդունենք, կարանք չընդունենք, բայց եթե դու հավատացյալ մարդ ես, դու չես կարող դեմ գնաս քո եկեղեցու ղեկավարին։ Վեհափառը էլ եմ ասում, միակն է, որը համարվում է Աստծո օծյալ, որ ասում են վեհափառը պետք է հրաժարական տա, վեհափառը չի կարող հրաժարական տա։ Վեհափառին չես կարող հանես, չես կարող հեռացնես, չես կարող դատես, ինչ ուզում ես արա։ Վեհափառին որ տանը նստեցնեն KGB-ի պատվալի մի հատ խուց, վեհարանը դառնալու է այդ KGB-ի պատվալի խուցը, որտեղ եղավ վեհափառը, վեհարանը դա է։ Վեհափառի ֆիզիկական ներկայացումն է, ասում թե որտեղ է վեհարանը։ Ամեն կերպ կանգնած ենք լինելու թե իրա, թե եկեղեցու կողքը։